Ինչու են հեղինակավոր լրատվամիջոցները պարբերաբար հայտնում այս կամ այն կամ միանգամից մի քանի տասնյակ հայտնի դեմքերի մահվան մասին, հետո ներողություն խնդրում։ Լրատվամիջոցների խմբագրություններում կա այսպիսի պրակտիկա՝ նախապես գրել հոդվածներ մշակույթի, քաղաքական եւ հանրահայտ մի շարք այլ գործիչների մահվան մասին նեկրոր հոդվածներ եւ դրանք պահել լրատվականների բազաներում, դրաֆտում, որ երբ հանկարծ ինչ-որ մեկին մի բան պատահի, առաջինը հենց իրենք հայտնեն այդ լուրը։ Բայց երբեմն տեխնիկական խնդիրներից հնարավոր չէ խուսափել։ Այդպես եղավ 2003-ին, երբ CNN-ը հայտնեց այդ ժամանակ դեռևս ողջ Ֆիդել Կաստրոյի, Դիկ Չեյնի, Հովհաննես Պողոս պապի մահվան ճակերտավոր լուրը։ Կամ 2020-ին, երբ Ֆրանսիայի հանրային ռադիոն հայտնեց միանգամից ավելի քան 100 մարդու մահվան մասին։ Այնպես որ երբեք միանգամից մի հավատացեք ձեզ հանդիպած ինֆորմացիային, մինչև 5 եւ ավելի աղբյուրից չեք ստուգում դրանց իսկությունը։ Իսկ ամենաաբսուրդը այս մայիսին էր, երբ բրիտանական ռադիո Կարոլինայի հաղորդավարը տաղավարում հայտնեց Չարլզ Թագավորի մահվան լուրը։ Սա էլ ունի բացատրությունը, երբ մենք լրագրողներս արդեն ուղիղ եթերում ենք, կապ չունի թե ինչ ձևաչափով, մեր այսպես ասած ղեկը խմբագրի հրահանգն է։ Ու եթե խմբագրից հրատապ լուր ենք ստանում, դու պարտավոր ես դա ընթերցել եթերում։ Իսկ տվյալ դեպքում բրիտանացի խմբագիրը fake news-ի զոհ էր դարձել։ Մարդ է, բոլորիս հետ էլ կարող է պատահել։